Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրեանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Հաջորդ իր վարչապետը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, որտեղ բացվել է փաստագրելով հանցագործությունը Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները խորագրով ժամանակավոր ցուցադրությունը նվիրված Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցին։ Ամերիկացի միսիոներներից Բերթամոկին նրանց մեջ էր Էդիթ Գլևինը Օսմանյան կայսրությունում էր և հատկապես Հալեպում շուրջ 3000 հայ կին և ով թեփերքում մենք այստեղ մի երեք վիդեոբայնագրությամբ որգում են թե ինչպես էին հայ ովքերի վերջ և այստեղ կարևոր կարելի է նշել Մեհմեդ Ջելալբեյին, որը Հալեպի ապա Կոնյանի նահանգապետն է։ Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, Արցախում մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Պսակից Սրբոց Քրիստոս, որ պսակեսս Սուրբս քո եւ առնես ըսկամս երկյուղացած քոց եւ նայիս սիրով եւ քաղցրությամբ հարարածս քո լուր մեզ հերկնից ի սրբութենեքում է բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնին եւ աղաչանոք ամենայն սրբոց քոց եւ սրբոց նահատակացն որ կատարեցան հնդածս հայոց ցեղասպանության վասն հավատո եւ վասն հայրենյաց լուր մեզ Տեր եւ ողորմյա ներյա քավյա եւ թողս մեղս մեր արժանավոր յա գոհությամբ փառավորել ըստ քեզ ընթոր եւ ընսրբո հոգվույթ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն
երկու եղբայրներին նրանք կապել են ձիուց եւ քաշ տալով բերել են այստեղ այս Ջաջուրի հերերի կոչվող ձորը եւ այստեղ գլորել են ձորը եւ այրել են, այդ թվում նաեւ մեր գյուղից 80 հոգու։ Ջարդի ձորում սպանված մոտ 12000 անմեղ զոհերից մեկի պատմությունն է։ Ապրիլի 24-ի վաղ առավոտից Շիրակի մարզի հերերի ձորը, որը հայտնի է նաեւ Ջարդի ձոր անունով, մարդաշատ է։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ծաղիկների խոնարհման եւ նահատակների հիշատակի խնկարկման են եկել ինչպես Շիրակի ու Լոռու, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերից։ Հերերի ձորում Եղեռնի 110-րդ տարելիցի կապակցությամբ ծաղիկներ են խոնարհել նաև մարզային իշխանության ներկայացուցիչները, մարզպետ Դավիթ Արուշանյանի գլխավորությամբ ԱԺ պատգամավորներ, մարզի համայնքների ուժային կառույցների ղեկավարներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր։ Ես կուզենամ, որ այսօրվա խորհուրդը մեր համար մտորելու տեղ լինի եւ մենք ոչ թե շարունակենք ողբալ, այլ շարունակենք ապրել, մտածել, թե որ մեր սխալների ինչ պատճառով է ամեն ինչը տեղի ունեցել, նաև մեծ եղեռնը տեղի ունեցել պետություն ու պետականություն չունենալու պատճառով։ Եվ այսօրը ես կուզենամ, որ յուրաքանչյուր մարդ, որը գալիս է այստեղ, շարունակի սիրել Հայաստանի Հանրապետությունը եւ յուրաքանչյուր մարդ մտածի ինչեր է անելու պետություն ու պետականությունը պահպանելու համար։ Սա Արևելյան Հայաստանի միակ տարածքն է, որտեղ թուրքերն իրականացրել են հայերի զանգվածային ջարդեր։ Ներկա պաշտոնյաները կարևորեցին պատմությունից դասեր քաղելը։ Մենք պետք է մեր պատմությունից դասեր քաղենք, հասկանանք ինչի համար է եղել, որպեսզի հետագայում թույլ չտանք սխալներ։ Մենք պետք է ունենանք պետականություն, ամուր բանակ, համերաշխ միասնական հասարակություն, մեր երեխաներին դաստիարակենք պետականամետ մտածելակերպով, որպեսզի սիրեն մեր երկիրը եւ երբեք թույլ չտանք, որ որևէ հարևան նույնիսկ մտածի մեր երկրի սահմանը մի փոքր անցնելու համար, մեր հայ ազգի հանդեպ ոչրագործություն պլանավորելու համար։ Ամեն տարի խնգարկում ենք, հիշում ենք, մեր պարկն է սա, ամեն տարի պիտի կանք եւ 110 տարի էլ անց թուրքը մնում է թուրք, վառ ապացույցն է, թուրքի դեմքն ու պատկերն է, նույն 23 թվականի սեպտեմբերը մեր արցախցիների հետ ինչպես վարվեցին, այնպես որ ինչքան է ուզենան սիրունացնել Թուրքին, ինչքան էլ ուզենան ներկայացնել Թուրքին որպես մեզ բարեկամ, մեր լավ ուզեցող ազգ, թուրքը մնում է թուրք ու պետք է միշտ այդ մասին հիշենք։ Աշխարհում այժմ 34 երկիր է ճանաչել հայոց ցեղասպանությունը, 110 տարի է անցել, աներկիլի ճշմարտության ճանաչումը մնացել է օրակարգային հարց։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, Հայկ Գաբրելյան այսօր։ 1915 թվականի մայիսի 24-ին պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները, այդ թվում ռուսական կայսրությունը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան հայերի դեմ ոճրագործությունները անվանեցին հանցագործություն մարդկության հանդեպ։ Հոլոքոստից հետո հայոց ցեղասպանությունը իր ուսումնասիրվածության աստիճանով համարվում է երկրորդը։ Նշենք նաև, որ հայկական սփյուռքի մեծ մասը առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված, ինչպես նաև հայոց ցեղասպանությունը վերապրած հայերից։ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին հանցագործությունն է, որի անպատժելիությունն ու ժխտողականությունը հանգեցրին մարդկության դեմ զազրելի այլ ոճիրների։ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվել է 235 հայ մտավորականներ։ Թուրքական սրի զոհգնացին Սիամ Անթոն, Գրիգոր Զորաբը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը եւ այլ առաջադեմ մտածողներ։ Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894 թվականից 1923 թվականներին Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացման ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը։ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական Իթիհադ 6 հերաքի կուսակցության կողմից իրականացվեց ցեղասպանություն, որի հետևանքով 1910
1915-ից 1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել եւ բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանության սահմանամերձ շրջաններից, տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ եւ դրանից ելնելով հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականներին Համիդյան կոտորածները, Զմրունիայի ջարդերը եւ թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։ Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքական առաջնորդներ Թալյաթը, Ջեմալը եւ Էնվերը, ինչպես նաեւ հատուկ կազմակերպությունների ղեկավար Բեհաեդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների եւ Պոնտոսի հույների ջարդերը։ Օսմանյան կայսրությունում հայերի եւ նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացում բնութագրելու համար ցեղասպանություն եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։ Հրաչ Սահակյան, Խան Հովանեսյան, այսօր։ Տեխնոլոգիական դարաշրջանում, երբ տեղեկատվությունը տարածվում է լույսի արագությամբ, թվում է, թե շատ կարևոր փաստեր մոռանալը պետք է դժվար լիներ։ Բայց երբ խոսքը հայոց ցեղասպանության մասին է, պայքարը դեռ շարունակվում է։ Ապրիլի 24-ը մեզ համար պարզապես տարեդիվ չէ, դա անցյալի ձայնն է, որը մեզ պարտավորեցնում է հիշել եւ պայքարել ճշմարտության համար։ Հայերի գենոցիդը ամենագենոցիդային գենոցիդն է։ Եվ ավելին առաջ եկա մի նոր տերմին հայկական ցեղասպանության արմենոցիդ։ Ցեղասպանությունը ուներ եւ տնտեսական եւ քաղաքական նախադրյալներ։ Ըստ էության Արևմտյան Հայաստանում կամ Օսմանյան կայսրության մի հատվածում հայերը այնքան մեծ ազդեցություն են ձեռք բերել տնտեսության ոլորտում, որ նոր ձևավորվող թուրք բուրժուազիան չէր դիմանում հայերի մրցակցությանը։ Եվ բնականաբար ինչ պետք է անել, խլել հայերի ունեցվածքը, տնտեսական ռեսուրսները եւ տիրանալ այդ ամենին։ Դա տնտեսական նախադրյալներ։ Կար նաեւ երկրորդ գործոնը քաղաքական նախադրյալները։ Թուրքերը Աբդուլհամիդից սկսած Քեմալով վերջացրած եւ այդ քաղաքականությունները շարունակում են այսօր, ցկտում են իրականացնել իրենց պանթուրքիզմի ծրագիրը, որի նպատակն է ստեղծել մեծ թուրամպետություն եւ այդ ճանապարհին գտնվող այն երկրները, որոնք մամեդական են, պետք է թուրքացվեն, որոնք քրիստոնեային պետք է ոչնչացվեն։ Եվ Հայաստանը որպես քրիստոնեապետություն հայտնվեց պանթուրքիզմի խաչմերուկում։ Պլանավորված էր նախապես պետական մակարդակով, ինչու՞։ Որովհետև սկզբից մեզ զրկեցին մեր գաղափարից, այսինքն մտավորականներին, չէ՞։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպեսի փայլուն մտավորականներ, Դանել Վարուժանը, Սիամանտոն, Ռուբեն Սևակ եւ մյուսները։ Երկրորդը մեզ զրկեցին կռվող ուժից։ Պատերազմի պատրվակի տակ 18-ից 45 տարեկան տղամարդկանց զորակոչեցին բանակ։ Առաջին աշխարհամարտն էր, որոնց թուրքերը լավ օգտվեցին առաջին աշխարհամարտում իրենց ընձեռված հնարավորությունից։ Եվ այդ տղամարդկանց առանցին փոքրատիպ ճակատներով տանում են անհայտ ուղղությամբ եւ կոդորում են։ Եվ երրորդ քայլը ամենահրաշավորը Հայաստանում մնացել են ովքեր կանայք, ծերեր, երեխաներ։ Եվ այդ ժողովրդին էլ քշեցին անապատները եւ ամենաանմարտկային սոսկալի միջոցներով գիտեցիք, սպանեցին, կոտորեցին, դանջամարեցին։ Երեք թուրքերը իշխանության անցնելով 1908 թվականին, անցնելով այնպիսի կարգախոսներով, հավասարություն, եղբայրություն եւ այլն, որ շատ հայեր նույնիսկ ողջունեցին երեք թուրքերի իշխանության գալը, ավելի վատտար եղան, քան Աբդուլհամիդը։ Երեք մի համեմատություն։ Աբդուլհամիդը Օսմանյան կայսրությունը կառավարեց ավելի քան 30 տարի, եւ այդ 30 տարում հայերը ունեցան 300,000 զոհ, կոտորվեցին 300,000։ Երեք թուրքերը գերազանցեցին։ Եվ պատահական չէ, որ Թայլատը
թիմ 1 թայիջը, երիտուրքերի կառավարության ներքին գործերի նախարարը հպարտանում էր։ Ես 3 ամսում ավելին արեցի հայկական հարցը լուծելու հարցում, քան Աբդուլ Համիդը 30 տարի։ Հասկանալի է։ Քեմալը, որ անցավ իշխանության քլուս, սկզբում դատապարտեց երիտուրքերին, նրանց անվանելով փախտախնդիրներ, արկածախնդիրներ, կիսագրագետ մարդիկ, բայց ինքը նույնպես շարունակեց այդ ցեղասպանությունը։ Այսինքն պանթուրքիզմը Թուրքիայում պետական քաղաքականություն է։ Շահ խնդիր։ Ուստի մենք պետք է կարևորենք այն հանգամանքը, որ մեր ցեղասպանությունը ցավոք լինելով տարի առաջին ցեղասպանությունը նախատուր հանդիսացավ մնացած բոլոր ցեղասպանությունների համար։ Տեսեք հրեաների ցեղասպանությունը, չէ՞։ Հիշենք Հիտլերին։ Պատերազմը սկսվելուց առաջ ինչ էր նա հայտարարում։ Ո՞վ է այսօր հիշում հայկական կոտորածները։ Եվ ըստ էության հանրայինի ճշմարտություն է, չպատժված հանցանքը նոր հանցանք է ծնում։ Այսքան չարիք թե մոռանան մեր որդիկ, թող աշխարհը կարդա հայի նախատինք։ Իսկ դու մենք այն ազգը չենք, որ արժանանանք աշխարհի նախատինքին։ Կա մի ընտանիք, որի նախնիների պատմության մեջ երիտուրկական եւ քեմալական ջարդերը իրենց պիերը չեն թողել։ Հազիվ թե։ Այդպես էլ Եղեռնից մազապուրց եղած մեծ պապիս միայն մանկատանը տվեցին Խաչատրյան ազգանունն ու այդպես էլ չիմացա ինչպես կներկայանայի այսօր, եթե չլիներ պատմության ամենամեծ ոճիրը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան։ Երիտասարդ Տենզելայի լուսանկարներն են ու թորներն ու ծորները զելոտատ են կանչում ու հատկապես այս օրերին լսում ջարդերի ահասարսուր պատմությունները, որոնք միայն 1915 թվին չեն վերաբերում։ Զելոտատը երիտուրկական ու քեմալական ջարդերի պատմությունները լսել է մորից եւ ամուսնու ծնողներից, թե ինչպես էին թողել մանանայի երկիրը։ Դիկտեր լավ ինդերեն դիվի բանկարոր իդ խորի մեջ։ Ծառից այս կանեմ մանանակցինք։ Ես կանեմ որ առավոտ նենինք այդ մանանից տնինք մեր բերներ, ծաղոր անոթություն, սովատություն չզգինք, գիտես ինչ խաղություն էր, ինչ բնություն էր, ինչ աբրուստ էր, սաղ կտա թուրքեր տերնը մեր առա, մեզիս սպանի լագնի կանք։ Հիշողությունների ալբոմում շատ նկարներ չկան, ամուսնու ծնողների անձնակներն են մնացել, որոնք հենց այսպես պահում է 83-ամյա տատը, մոռացության չտալու համար իր մեծերի ապրածը։ Ես ալբոմում բացել եմ, պահել եմ, միշտ, որ մենակ մնամ լսիմ, բացեմ, գնայեմ, իմանչալ անգիշամ, կուքա աշկիս արեշ։ Մինչև 1920-ականները տևած հայասպանության դառն ու դաժան պատմությունները ապրել են նաև Շիրակի մարզի գյուղերում։ Լեռնագերտ գյուղից է Զելոտատը, որտեղ թուրքի մահաբեր սրիտակով անցել են 300 բնակիչներ։ Փրկվածների մեջ իրենց ազգականին է ճանաչել Զելոտատը։ Յարե իրակալու բերած այդ մարակն ու այդ մարակն բացրած այդ ազվրեն։ Մինակ այդ մեկ մարդն իմ կեցերի քերու տղի։ Էդի բոգվա այդ մարակի ծուզայիկ է։ Իրանք սուրբ ունին, կտին որ այդ սուրբն այլան ազատ է էլի, ինքն ու հոգեկան խանգարում ուներ, մինչեմ կա։ Այդ ես երեխայի բան, գելին կայնին կեդրակող խած էդ գելեր կայներ նայեր ու իրան խոսեր կցինք ինչ ակցեր թուրքերն ակուքան արկից եմ, թե ինչ դեբիատարատ, ինչ դեբիատանջատ, կցա են լավ տղա մարդի կար, ձենք չկար, գիտություն չկար որ իլին է թուրքից եմ կրվին, թուրքերն է տևի կուքին, Տան մոտ է եղել այդ մարակը, Զելոտատի շուրթին միշտ պատմության անաշտարությունն է, որի լուր վկան այժմ այս հուշակոթողն է 300 անմեղ զոհերի հիշատակին նվիրված։ Կույն տանեմ, այդ մարակ եղել, այդ մարակի մեջ, ես 300 հոգուն, թուրքերն խշտիկներով, մանրով, թեմերերին հավակված,
Փիրատ լցած այս մարակի դուրն փագած ու էլա տանիքից այդ տանիքն մեծ գերան փեծերով քարերով այդ լրիվ քարերն այդ փեծան խան բալտրած այդ 300 հիվրեն հանգարտակի այս կողմից լցած թուրքերը լցած ջեղացիքնել ոչ զենքա ունեցած ոչ պաշտպանելու որևէ մեկ բան ունեցած ամեն ապրիլի 24-ին ժողովուրդ են կուքան, պտակպիրեն կուղապիտարանի դբրոցի աշակերտներ կուքան, այստեղ տաղիդներ կտնեն։ Գյուղի ջահելների հետ այստեղ շատ է լինում, սովորեցնում, որ պատմությունը մոռանալը մեղք է, հետո կանգնում այս հուշակոթողի մոտ ու Աստծուց միայն խաղաղություն խնդրում։ Ողոր մի ծեզի, դուք ինչ տեսերեք, Աստված կանչեք խաղաղություն է աշխարհին։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայ-ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը նախագահ Գարի Ֆիլիպսի եւ գործադիր տնօրեն Սերժ Պուչակչյանի գլխավորությամբ։ Վարչապետը ողջունել է Ամերիկայի հայ-ավետարանչական ընկերակցության կողմից Հայաստանում իրականացվող հումանիտար բնույթի ծրագրերը եւ հայտնել կառավարության աջակցությունը դրանց արդյունավետ կյանքի կոչման գործում։ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել սոցիալական, առողջապահական, կրթական, գյուղատնտեսական բնույթի ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են եւ առաջիկայում նախատեսվող մյուս նախագծերը։ Գարի Ֆիլիպսը եւ Սերժ Պուչակչյանը շնորհակալություն են հայտնել կառավարությանը համագործակցության եւ ծրագրերի առաջմղման ուղղությամբ աջակցության համար։ Ապրիլի 23-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոսնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան, այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել Խոսնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Ղրիմի օկուպացիան չճանաչելու մասին Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը վնասում են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Ոչ ոք Զելենսկուն չի խնդրում Ղրիմը ճանաչել ռուսական տարածք, բայց եթե ուզում են Ղրիմը, ինչու դրա համար չէին պայքարում 11 տարի առաջ։ Զելենսկու նմանատիպ բորբոքված հայտարարություններն են, որ դժվարացնում են հակամարտության կարգավորումը։ Նա պարծենալու առիթ չունի, խաղաքարտեր չունի։ Ուկրաինայի համար իրավիճակը սարսափելի է։ Նա կարող է խաղաղություն ստանալ կամ պայքարել եւս 3 տարի, մինչև կկորցնի ամբողջ երկիրը։ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանն էլ Դոնալդ Թրամփը հայտարարել է, կարծում էր Վոլոդիմիր Զելենսկու հետ ավելի հեշտ կլինի պայմանավորվել, սակայն ստացվում է, որ հիմա Ռուսաստանն ավելի պատրաստ է կարգավորման։ ԱՄՆ նախագահը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Սաուդյան Արաբիա այցից հետո հնարավոր է հանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։ Ես պարզապես ցանկանում եմ, որ պատերազմն ավարտվի, ֆավորիտներ չունեմ, ես գործարք եմ ուզում։ Ամերիկյան կողմը նաև մեղադրել է Վոլոդիմիր Զելենսկուն ԶԼՄ-ների միջոցով տարբեր ուղերձներ հասցնելու եւ բանակցությունների գործընթացը հանրային դարձնելու համար։ Դրանք պետք է ընթանան փակ դռների հետևում։ Զելենսկին կարծես սխալ ուղղությամբ է շարժվում։ Թրամփը հիասթափված է, նշել է Սպիտակ տան խոսնակը։ Եթե ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները ձախողվեն, Վաշինգտոնը կդադարեցնի միջնորդական ջանքերը, իսկ Ուկրաինան Ռուսաստանից ավելի խիստ պահանջներ կստանա։ Նման հայտարարությամբ էլ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարը։ Այս պատերազմը ռազմական լուծում չունի։ Անկեղծ լինենք, Ռուսաստանը չի պատրաստվում գրավել ամբողջ Ուկրաինան։ Ուկրաինան էլ չի կարող Ռուսաստանին հետ մղել մինչև 2014 թվականի սահմանները։ Մենք փորձում ենք հասկանալ Ուկրաինայի դիրքորոշումը։ Այժմ Ռուսաստանի մոտեցումն ավելի լավ ենք հասկանում, քանի որ 3 տարվա լռությունից հետո վերջապես խոսեցինք նրանց հետ։ Եթե ընդհանուր եզրեր չգտնեն, գուցե պետք է եզրակացնել, որ կողմերի դիրքորոշումներն այնքան հեռու են, որ խաղաղություն դեռ հնարավոր չէ։ Ստեղծված իրավիճակին է անդրադարձել Կրեմլի խոսնակը Դմիտրի Պեսկովի խոսքով Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակ ստանա։ Տարածքների հետ կապված իրողությունն էլ պետք է ճանաչվի, իսկ ուկրաինական զորքերը դուրս բերվեն Ռուսաստանի մաս դարձած տարածքներից, շեշտել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Նա հավելել է, որ Վոլոդիմիր Զելենսկու հրաժարականը Մոսկվայի պահանջների մեջ չի մտնում։ Պեսկովը նաև նշել է, թե Մոսկվան, թե Վաշինգտոնը ռուս-ուկրաինական կարգավորման հստակ ժամկետներ չեն սահմանում, քանի որ դա տեղին չէ։
Վլադիմիր Պուտինը ուժեղ մարդ է, գնահատում է ուժեղներին եւ հարգում է Դոնալդ Թրամփին, քանի որ նա ուժեղ անհատականություն եւ քաղաքական գործիչ է։ Նրանք համամիտ են, որ երկխոսությունից հրաժարվելն աբսուրդ է։ Նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում, բանակցությունները պետք է արդյունավետ լինեն։ Միևնույն ժամանակ Պեսկովը նախազգուշացրել է Ռուսաստանը կհասնի իր նպատակներին կամ խաղաղ կամ ռազմական ճանապարհով։ Վերջին ժամերին հույզերը շատ էին, սակայն Կիևը հուսով է, որ հնարավոր կլինի խաղաղության հասնել, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա մեկնաբանել է 3 Լոնդոնում Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպումը։ Կողմերն արդյունավետ աշխատանք են կատարել, ամերիկյան կողմը ներկայացրել է իր տեսլականը, Կիևը եւ եվրոպացի գործընկերները իրենցը։ Ուկրաինան միշտ գործելու է իր սահմանադրության համաձայն, վստահ ենք, որ մեր գործընկերները, այդ թվում Միացյալ Նահանգները, վճռական որոշումներ կկայացնեն։ Զելենսկին իր գրառմանը կցել է Միացյալ Նահանգների 2018 թվականի Ղրիմի հռչակագիրը, որում Սպիտակ տունը վերահաստատել էր, որ չի ճանաչում Ղրիմի օկուպացիան եւ պարտավորվում է հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը, քանի դեռ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել։ Դիվանագիտական լարվածությանը զուգահեռ բարդ իրավիճակ է Մարտի դաշտում։ Կողմերը հայտարարում են տարբեր ուղղություններով առաջխաղացման մասին եւ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնում քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու համար։ Գիշերը Ուկրաինան կրկին ենթարկվել է անօդաչուների եւ հրթիռների զանգվածային հարձակման։ Մայրաքաղաք Կիևում բնակելի շենքեր են վնասվել, առնվազն 10 մարդ է զոհվել, 100-ը վիրավորվել։ Պայթյուններ են եղել Խարկովում, Սումիում, Զապորոժիեում, Ժիտոմիրում եւ այլ բնակավայրերում։ Վանաձորի շտապօգնության կայանի ավտոպարկը համալրվել է 2 նոր ռեանիմոբիլով, մոտ 140,000 բնակչությանն արագարձագանքելու համար թարմ տեխնիկայի կարիք միշտ էլ կա։ Կարիքը կար եւ շատ կար, վաղուց ենք սպասում այս ռեանիմոբիլներին, վերջապես մեզ հասան, նրանք համալրված են ժամանակակից սարքավորումներով։ Իսկական փոքրիկ հիվանդանոց անիվների վրա։ Ի տարբերություն իրենց ունեցած մյուս մեքենաների, սրանք համալրված են ստացիոնար տոնոմետրով, 8 տասնյակից ավելի անուն դեղերով, նաև կա էլեկտրասրտագրության ապարատ, արհեստական շնչառության ժամանակակից սարք, դյուրակիր դեֆիբրիլյատոր։ Նրա ֆունկցիան սրտի աշխատանքը վերականգնելն է, ինքը ունի պացիենտի համար ավելի անվտանգ, մեկ անգամյա օգտագործող էլեկտրոդներ։ Բավականին թեթև է, ավելի հեշտ է տեղափոխել, ի տարբերություն մեր նախկին դեֆիբրիլյատորների։ Արդեն 36 տարի լոռեցիներին շտապօգնության հասնող բժիշկը լավ գիտի, թե որքան կարևոր է հենց ընթացքի ժամանակ կյանք փրկող գործողություններ անելը։ Երբեմն վայրկյաններն էլ որոշիչ են ու այդ իմաստով քիչ միացումներն ու մոբիլ սարքերը բժիշկների ճկուն աշխատանքին նպաստում են։ Օրական կտրվածքով լինում են 70-ից մինչև 100, օրեր են լինում մինչև 120 կանչ, պիկ ժամերին կանչերը շատ են լինում, բայց հասցնում ենք։ Հայաստանի հյուսիսից 103 ահազանգերը հիմա անկախ օպերատորից ստանում ու հասցեագրում են մեկ կենտրոնից։ 2023-ից փուլ հանրապետության բոլոր շտապօգնության ծառայությունները միավորվում են հանրապետական ծառայության մեջ։ Գործընթացին արդեն միացել են Շիրակի մարզում ամբողջությամբ, նաև Թալինում, Ապարանում, Աշտարակում, Վանաձորում, Արտաշատում, Արմավիրում եւ Էջմիածնում։ 103 հեռախոսահամարին զանգահարելով, թեկուզ եւ Իջևանի քաղաքացին, Իջևանում գտնվող պացիենտը ինքը միանում է կենտրոնական օպերատիվ կառավարման կենտրոն, որը գործում է հիմա Հյուսիսում Գյումրու ենթակայության տակ, եւ այնտեղից օպերատիվ կառավարման կենտրոնը տեսնում է ամենամոտ աշխատախումբը պացիենտին որն է։ Եվ կարող է հենց դա Դիլիջանի աշխատախումբը լինի, կարող է Նոյեմբերյանի աշխատախումբը լինի, մոտիկը մոտիկին, բացառելով վարչատարածքային բաժանումները։ Հյուսիսային օպերատիվ կենտրոնն այս տարվա առաջին եռամսյակում ընդունել սպասարկել է մոտ 30,000 կանչ։ Նախորդ տարեվերջին հանրապետական շտապօգնության ծառայությունը կառավարությունից մոտ 250 միլիոն դրամաշնորհ ստացավ։ Միջոցներն ուղղվում են կայանների հագեցմանը, ավտոպարկի թարմացումից մինչև շենքային պայմաններ։ Աշխատախմբերը աշխատում են 24 ժամվա ռեժիմով եւ իրանք պիտի ունենան եւ հանգստանալու հնարավորություն եւ ժամանակազատ ժամանակ անցկացնելու հնարավորություն։ Դրա համար մենք ձեռնամուխ ենք եղել այդ ամեն ինչին ու հիմա փուլային տարբերակով եւ վերանորոգումներ ա տեղի ունենում եւ վերազինումներն ա տեղի ունենում կայանների։ Երկրորդ փուլով օպերատիվ կառավարման կենտրոն կստեղծվի Երևանում, սպասարկելու Մայրաքաղաքից, Կոտայքից, Գեղարքունիքից, Արարատից ու Արմավիրից ստացվող զանգերը։ Երրորդ վերջին փուլով նման կենտրոն կստեղծվի Սյունիքում, Հայաստանի հարավի համար։
Լեռնաձորի հիմնական դպրոցի աշակերտներին դասերի մեկնարկի հետ անակնկալ էր սպասվում։ Նրանց հետ հանդիպելու են եկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչները։ Ձեռնարկության աշխատակիցները շարունակում են երկիր մոլորակի օրվան նվիրված տեղեկատվական արշավը։ Բնապահպանական տոները երկիր մոլորակի օրը, ջրի միջազգային օրը, կենսաբազմազանության եւ այսպիսի տոները։ Այստեղ եւս ինչպես Արծվանիկ ու Սյունիք բնակավայրերում աշակերտները շատ հարցեր ունեն։ Արենին հետաքրքրում էր, թե որքան վնաս են հասցնում ծխախոտն ու դրա մնացորդները։ Եթե իմ ներկայությամբ իրանք բնությունը ախտոտում են, նկատողություն եմ անում, թե մեծ, թե փոքր, այսինքն տարիքը նշանակություն չունի, պետք է պահպանել բնությունը։ Իսկ ինչ ես ասում։ Նայած իրավիճակում, այսինքն շիշ գցելուց ես միշտ ասում եմ, շիշը վերցնի, իսկ եթե օրինակ ծխում է, ես ասում եմ, որ գետնին չգցի, էլի, գետնի եթե գցածա վերցնի, իրա գցածը։ Աշխարհի ամենաները կարմիր գիրք, պլաստիկի վնասակարության գործոն ու տոնի պատմություն։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները խոսեցին այս ամենի մասին ու ոչ միայն։ Այսօրվա դասընթացում էլ կան հետաքրքիր փաստեր, օրինակ իմացանք, որ Սյունիքի տարածքում էլ կան կենդանիներ, որոնք գրանցված են կարմիր գրքում։ Հաջորդ կանգառն Անդոկավանում էր, այս դպրոցում 14 աշակերտ է սովորում։ Ձեռնարկության աշխատակիցներն ընդգծեցին, կարևոր է լինել ազդակիր բնակավայրերից յուրաքանչյուրում, որ փոքր տարիքից ամրապնդվեն սերն ու հոգատարությունը մայր ոլորակի նկատմամբ։ Թեմայի վերջում ամփոփվում է, մենք այս անգամ հարցաթերթիկների տեսքով ամփոփում էինք երկիր մոլորակի օրվա նվիրված այդ միջոցառումը ու հասկացանք, որ երեխաները բավականին ուշադիր են, հարցերին հիմնականում բոլորը ճիշտ էին պատասխանում, եթե ոչ բոլորը, ապա կարելի ասել 90%-ով հարցերին ճիշտ են պատասխանում, դա էլ հենց կարելի է գրանցել, որ ուշադրության արդյունք է։ Յուրաքանչյուր դպրոց այցելելի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները նվիրում են հայատար գլոբուս եւ էկոպայուսակներ։ Անդոկավանի հիմնական դպրոցի Սան Հասմիկի ուշադրությունը գրավել էր պայուսակի նկարազարդումը։ Ինձ ամենաշատը ուրախացրեց այն փաստը, որ ես ունեմ նոր շոպեր ու պատրաստում եմ դասագրքերս դնել դրա մեջ ու գնալ պարապմունքների։ Իհարկե դասընթացնել էր հետաքրքիր, ուղղակի ինձ ամենաշատը հետաքրքրեց Սյունիքի բնության մասին տեղեկությունները։ Ճիշտ է, գիտեն, անդադ հեռուստացույցով մենք դասերի ժամանակ անդադ երեխաներին հաղորդվում է այս գիտելիքները, բայց այս պարագայում նաև ուշադրություն է երեխաները իրենց շոյված են զգում, երբ որ իրենց այցելում են այլ կառույցներից, հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որ անմիջապես իրենց հարակից է, մոտ է։ Հանրապետության թիվ 1 հարկատուի ներկայացուցիչները օրերս այցելելու են մի շարք բնակավայրերի դպրոցներ, իսկ տարվա ընթացքում ծրագրում են նմանատիպ ակցիաներով լինել բոլոր ազդակիր բնակավայրերում։ Ազգային անվտանգության ծառայության գործընկերներից ստացած օպերատիվ տվյալները քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 15-ին։ Ժամը 18:45-ին Մայրաքաղաքի Փիրումյանների փողոցում ձերբակալվեցին եւ Toyota Մակնիշի ավտոմեքենայով վարչություն տեղափոխվեցին Արմավիրի մարզի 2 եւ Գորիս քաղաքի 1 բնակիչ։ 30-ամյա Գորիս ցուխուզարկությամբ հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված կար, մյուսում կպչուն ժապավենով 66 փաթեթ լցված ընդհանուր մոտ 135 գրամ նույն դեղնականաչավուն զանգվածով։ Toyota-ն տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։